Սիրելիներս, ինչպես սրանից երկու առաջ ավակ ուրբաթ մեկտեղ ենք եկել, նույն եկեղեցում եւ ընթերցեցինք 4 ավետարանիչներն էլ գրել են, ողջ մանրամասնությամբ, ինչպես ուրբաթ օրը հայտարարեցի, ուզում եմ նորեն կրկնել այն գաղափարային միտքը, թե ինչքան էական ու կարևոր եղավ Ծաղկազարդի կիրակից մինչև այսօր Հարության կիրակի, ընդամենը մեկ շաբաթ է, բայց 4 ավետարանիչներն էլ նկարագրել են ու գրի են առել Քրիստոսի 3 տարվա գործունեությունը եւ նրանց ավետարանի 1/3-ը Սուրբ Հոգով առաջնորդված գրված է այդ մեկ շաբաթվա մեջ, այդ մեկ շաբաթվա մասին, որովհետեւ այդ շաբաթը եւ այսօրը եւ ամբողջ շաբաթվա ընթացքը լեցուն բան ուներ մեզ ու ինձ ու քեզ եւ հոգեվոր աշխարհին սովորեցնելու, որ մենք տեսանք մարդ արարածի ամբողի ճղճիմ կարգավիճակը ուղիղ մեկ շաբաթ առաջ կանչում էին նրան Տեր ու Թագավոր Դավիթի որդի ով սանաներ նրա ոտքերի տակ էին փռում իրենց հանդերձները եւ ընդամենը մեկ քանի էր հետո այդ նույն ամբողը միաձայն կանչում ու աղաղակում էին խաչը աներ դրա վրա եւ թող որ նրա արյունը թափված արյունը թող լինի անեծք մեզ ու մեր երեխաների վրա եւ այդպես էլ եղավ ընդամենը 30 տարի 40 տարի հետո 71 թվին հռոմեական կայսրությունը ամբողջովին բնաջին ջարեց Երուսաղեմը տաճարի հետ միասին քարը քարի վրա չմնաց սա արդեն Սուրբ գրքից չէ սա պատմությունից է իրականություն է եւ կարող ես գնաս եւ ուսումնասիրես եւ այն ինչ որ ընդունեցին ու կանչեցին ու աղաղակեցին այդպես էլ արժանացան նրանք եւ նրանց որդիները մեռան ու ամբողջ տաճարը տակնու վրա եղավ սիրելիներս այսօր եթե քո հույսդ մարդու վրա է ցավում եմ քեզ համար որովհետև Աստծո խոսքը միանշանակ նկարագրում է ով է մարդը մարդու համար ամեն մարդ Աստծոց կախում ունի ու երանելի այն մարդը որ իր ամբողջ կյանքը Աստծո վրա է հույս դրել որովհետև նա մեզ հուսախաբ չի անի ինչպես ընթերցեցինք երբ նրան խաչը հանեցին մարգարեություններ եղավ ողջ հին ուխտը եթե բաժանենք 3 հատվածի այդպես ասած ոչ մանրամասնությամբ 3 մասի նա կազմված է օրենքի գրքից առաջին 5 գրքերը որ Մովսեսն է հեղինակը հետո մարգարեության գրքերն են եւ հետո Սաղմոսը այս 3 խմբավորման մեջ լեցուն ու հարյուրավոր ինչ կար մարգարեություններ կար Հիսուս Քրիստոսի ծնունդից մինչև նրա մահը եւ հարության զորությունը եւ ինչպես մարգարեություններից մեկը այսպեսին էր հովիվին զարկեցին ու հոտը ցիրուցան եղավ այդպես էլ եղավ երբ նրան խաչն էին հանում բոլոր 11 աշակերտներ ինչպես ընթերցել եք այլևս Հուդան չկար նա իրեն կախել էր 11 աշակերտները սկսած Պետրոսից փախուստի մատնեցին եւ նրա 2 գաղտնի աշակերտները Հովսեփ Արիմաթացին եւ Նիկոդեմոսն էին որ նրա ոչ թե կենթանի այլ մեռած մարմինը առան եւ տարեցին դեպի գերեզման Հովանես ավետարանիչը ասում է թե ինչպես Հովսեփ Արիմաթացին եւ Նիկոդեմոսը որ երկուսն էլ Երուսաղեմ քաղաքի ծերակույտի ներկայացուցիչներն էին Այսօր մենք շատ ենք լսում նմանատիպ մարդիկ համբավավոր է հռչակավոր է նա ինչպես կարող է հայտարարել իր քրիստոնյա լինելու մասին Նիկոդեմոսը եւ Հովսեփ Արիմաթացին այն ճշգրիտ օրինակն էին որ քո փառքը, քո հարստությունը, քո կոչումը ու քո դիրքը, եթե քեզ կխանգարի Քրիստոսը պաշտելու, դու ոչ մի արդարանալու պատճառ չունես։ Ու նրանք ոչ միայն պաշտում են կենթանի, այլ այդ երկվարգյանին մեռած Քրիստոսին, բայց նրանց համար այդ մեռած Քրիստոսը արժեքավոր էր։ Նրանք իրենց ամբողջ փառքը, իրենց կոչումը, իրենց դիրքը, իրենց արժեքը ինչ էին արել, վտանգի էին դրել, որտեղ ողջ Երուսաղեմը մի մարդու նման աղաղակեց ու կանչեց
քահանապետների ու դպիրների ու առաջնորդերի ինչ հրահարումով խաչը անել նրան։ Նիկոդեմոսը չզլացավ, ասում է 100 լիտրի չափ զմուրս էր իր այդ բերել, որպեսզի նրա մեռած մարմինը խնկարկեին, գերեզման դրեցին։ Այո, նա հանցագործների հետ ինչ երավ, խաչվեց, բայց հարուստների հետ թաղվեց։ Հովսեփ Արիմաթացին ոչ միայն ծերակույտի անդամ էր, այլ մի մեծահարուստ մարդ, որ նախորոք իր համար գերեզման էր պատրաստել։ Դա ևս մարգարեություն էր, որը իրականանում էր։ Այսօրվա օրը, հարության օրը, անցել է 2000 տարի, եթե վստահեցնում եմ ձեզ, 200-2000 տարի էլ անցնի, հարության օրը կմնա Հավիտյանս Հավիտենից։ Այսօր մենք տոնում ենք ու երկնքում փառավորացի ներկայությունը Հավիտյանս ենք տոնելու։ Այլևս տարին մեկ անգամ զատիկ հարություն չի, այլ ամեն օր հարության տոն է լինելու երկնքում։ Այսօրվա օրը, the day that changed everything, սա այն օրն էր, որ ամեն ինչ փոխեց, որ այս կորցված, մեղքի մեջ թաղված մարդկության համար հույսի դռներ բացվեց, այսօր, այս հարության տոնը։ Մենք այսօր եկել ենք, որպեսզի տոնենք մարդկային պատմության, սա նոր տարի չի, սա ծնունդ չէ, սա Mother's Day, Father's Day, Thanksgiving Day չի, սա մարդկության պատմության մեջ ամենաարժանավոր, ամենաառանձնացված տոնն է, որտեղ նա իր հարությունով իմ ու քոքի, իմ ու քո ու ամեն իրեն հավատացողի կյանքի մեջ ու հավիտենականության մեջ մի նոր դուռ բացեց։ Եվ այսօր հարցում եմ ուզում հարցնել ինձ եւ քեզ, որ նրա հարության զորությունը ինչ փոփոխություն է բերել մեր կյանքի մեջ։ Սա հարցում է, որ պետք է ես ու դու մեզ համար անձնական, երբ կառանձնանանք Տիրոջ հետ աղոթելու, հարցում հարցեմ, Տեր, քո հարությունը ինչ բերեց իմ կյանքիս, իմ հավատքիս մեջ։ Սա ընդամենը 3 պարզունակ օրինակներ են։ Նիցշեն գերմանացի փիլիսոփա էր։ Աստծոց առած տաղանդ ուներ։ 24 տարեկան էր, որ նա որպես պրոֆեսոր դասավանդում էր համալսարանում։ Ասում են իր ժամանակին ամենաերիտասարդ դասախոսն էր։ Աստված նրան առանձնահատուկ շնորհ էր տվել։ Եվ նա սկսեց ինչ դասական փիլիսոփայությունով։ Դասական փիլիսոփայության մեջ Աստծո գոյությունը չի մերժվում։ Բայց ինչպես Նիցշեն եւ այսօր լեցուն նմանապայտ Նիցշեի մարդիկ ենք տեսնում, որ երբ որ իրենց կյանքում հառաջադիմում են, առաջինը որ կոխրճում են, առաջինը որ մոռանում են, առաջինը որ շրջանջում են, ով է կենթանի Աստվածը։ Եվ Նիցշեն դրանցից մեկն էր։ Եվ պարոն Նիցշեն 1880 թվին հայտարարեց. God is dead, Աստված մեռած է։ Այսօր նա թաղված է ու նրա ոսկորները հող են դարձել, բայց Աստված կենթանի է եւ այսօր այս տանը մեջ փառավորվում է նա։ Նմանատիպ խղճուկ, մոլորված, իրենց փառքից ու հրճակից ոգևորված եւս 2 անգլիական գրականության ներկայացուցիչների պետք է ներկայացնեմ։ Բերնարդ Շա, շատ եք լսել իր մասին, եւ մեկ ուրիշը եւս որը Բերնարդ Շան եւ Herbert Wells-ը, երկուսն էլ գրական աշխարհի մեջ հաջողակներ էին, հաջողություն ունեցան։ Եվ գիտեք ինչ, նորեն, իրենց աստվածատուր տաղանդը, այսօր ամեն մարդ չի կարող գրական ասպարեզում առաջադիմի, եթե դու երկնային տաղանդ չունենաս։ Դա իրականություն է։ Ամեն մարդ չի կարող հայտնի համաշխարհային դաշնակահար դառնա։ Փառք Աստծո, մեր դաշնակահարի նման։ Բայց հասկանում եք, տաղանդներ կան, որոնք առանձնանում են։ Բայց սրտի ցավով այդ տաղանների երևի 1%-ից եւս քիչ են, որոնք ինչ են անում, ընդունում են, որ սա իր շնորհը չի, Աստծոց տրված պարգևն է։ Եվ սրտի ցավով Բերնարդ Շաու եւ Herbert Wells-ը եւս թաղված են ու նրանց ոսկորները հող է դարձել, բայց Աստված փառավորում է։ Գիտեք իրանց ոգևորությունը ինչպես ասին վստահեցնում ենք, նրանք 20-րդ դարաշրջանի սկզբում իրենց գործունեությունը սկսեցին, ասին որ 20-րդ դարը դեռ չավարտված,
հավատք գաղափարը գվերանա մարդկության երեսից։ Նրանք թաղվան ու հողի հավասարվեցին, այսօր հավատքը տարածվում է աշխարհով մեկ։ Այսօր իսլամական Իրանում 1 միլիոնից ավել ընդհատակյա քրիստոնյա մուսուլմաններ կան, որոնք Քրիստոսին են պաշտում։ Այնպես որ սիրելիներս, ուղղակի ցավ է ու տխրություն, որ երբ որ մարդը անհատ չէ, այլ ամբողջ է, գիտեք ինչ է նայում։ Սրանց նման Նիչե, Բերնարդ Շաուի եւ նմանատիպ մարդկանց է նայում։ Մի քանի շաբաթ առաջ Հոլիվուդի աշխարհի հայտնի դերասաններից մեկը մահացավ, նա արդեն տարիներ հիվանդ էր։ Եվ երբ որ լսում էր տարբեր իր դերասան գործընկերներին, ինչ էին ասում, սենց էին անում։ Նա երկինք բարձրացավ եւ մենք շուտով միանալու ենք իրեն։ Քրիստոս, միակ ճանապարհ ճշմարտություն, ապաշխարություն, չկար, ոչ մի բան չկար։ Եվ գիտեք ինչ, մեզ համար ծաղր է դա, բայց նայեք, թե միլիոնավոր ամբողջ կոչվածները ասում են, այս հայտնի դերասանը ասում է, որ ինքն էլ ուրեմն ես էլ իր ձեռքից բռնած, մենք բոլորս երկինք ենք գնալու։ Քրիստոսի խաչը, զոհաբերությունը ամբողջովին անարժեք են դարձնում։ Եվ սատանան իրականացնում է, ինչպես 2000 տարի առաջ նրան ով սանանա կոչաղ ամբողը խաչը անել է, այսօր այդ ամբողը իր ապրելակերպը, նմանատիպ իր մտածելակերպը, իր գործունեությունով ոչինչով չի տարբերվում։ Ու շատ խեղճ ու տխմար ու ողորմելի կլինենք, եթե մենք մաս կազմենք այդ ամբողջի։ Աստված մեզ առանձնացնեց, մեզ անունով կանչեց եւ մեր մեջ նոր ծնունդ դրեց իր հարության զորությունով։ Եվ ինչքան խղճուկ պիտի լինենք մենք, որ նրան թողնենք, շրջանցենք, արհամարենք, անտեսենք ու մաս կազմենք եւ աշխարհը վայելենք։ C.S. Լուիսը տես մի խոսք ունի ու ասում է, որ եթե դու մտքովդ ճաշակեցիր, մտքովդ էլ կկորցնես, բայց երբ որ քո հոգիդ է ճաշակում, դառնում է քեզ համար առանձնահատուկ մի ճշմարտություն։ Այսօր մի քիչ ուզում ենք մեր զատկվա պատգամը, հարության պատգամը, նա որ հարություն առավ եւ օշնյալ է նրա փառավոր հարությունը իմ եւ քո կյանքի մեջ, մի քիչ տարբեր մոտեցում ունենանք։ Heaven is a free gift։ Երկինքը պարգև է մարդկությանը։ Գիտեք ինչու՞, որովհետեւ ստեղծման օրից Ադամ ու Եվան մերժեցին այդ երկնքի թագավորությունը եւ մենք նրանցից ժառանգված մարդկությունը մերժեց։ Եվ երկինքի պարգև լինելը մենք Հովանու ավետարանի 14-րդ գլխի 2-րդ համարում Հիսուս իր աշակերտներին, այսօր ես ու դու էլ իր աշակերտներն ենք, իրեն հավատացողը, ասեց հոր տանը բազում օթևաններ կան, ում համար պատրաստված, բոլոր իրեն հավատացողների համար, ինձ ունես, կյանք ունես, և այդ կյանքը շարունակվելու է երկնքում հավիտենականության մեջ, և ասեց ես ձեզ համար բազում օթևաններ կունեմ, եթե ոչ, եթե դեռ կասկածում եք, ես ձեզ կասեի, ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, այդ տեղը պատրաստված էր, այն օրը, որ որդին որոշեց հոր կամքը իրականացնելու, հայրը սիրելով մարդկությունը իր որդուն էր զոհաբերում, պատրաստվում էր երկնքում մարդկության փրկության համար հավիտենական բնակարանները։ Եվ սա հստակ վկայություն է ինձ ու քեզ հավատացողներիս համար, որ Քրիստոս Աստվածը, եթե նրան մնանք նրա մեջ հավատարիմ մինչև մեր վերջի շունչը։ Սա հստակորեն եմ ասում ինձ համար, քեզ համար եւ ողջ քրիստոնյա աշխարհի համար։ Չմտածես երեք լավ էի, այսօր որ մի քիչ վատ լինեմ, վաղն էլ որ լրիվ մոռանամ, բա երեք ու անցյալ օրվա իմ լավ լինելը կպահի ինձ եւ իմ տունը։ Եթե նրան ունես ու եթե նրան ունես մինչև քո վերջի շունչդ եւ նրա հետ ունես այդ հաղորդակցությունը,
Առաջի Կորինթացիս 15-րդ գլխի 3-րդ համարում Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն է մեզ ժառանգություն թողեց Սուրբ Հոգով առաջնորդված։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս էլ ընդունեցի։ Ընդունել այսինքն հավատալ, մինչև հոգուտ խորքը, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, համաձայն ինչի գրքերի, համաձայն մարգարեությունների, համաձայն այն խոսքի, որ նրա դեռ ծնունդից առաջ հազարավոր ու հարյուրավոր տարիներ առաջ մարգարեություն էր եղել, որ նա պետք է գա, ծնունդ առնի, մարմին հագնի եւ նա պետք է մեռնի իմ ու քո մեղքերի պատժի համար։ Եվ 4-րդ համարի մեջ ասում է. թաղվեց 3-րդ օրը հարություն առավ։ Նրան թաղեցին եւ 3-րդ օրը հարություն առավ գրքերի համաձայն։ Դրանց մասին եւս մարգարեություն էր եղել դեռ 100 ու 1000-ամյակներ առաջ, որ երևաց Կեփասին, Կեփասը ոչ այլ ոգեր, եթե ոչ Պետրոսին, Կեփասին եւ այն 12-ին։ Եվ եթե գնակտուն եւ շարունակություն ընթերցեք, դրանից հետո ասում է, որ նա հանդիպեց 500-ից ավելի աշակերտների։ Հետո շարունակում է եւ ասում է հանդիպեց Հակոբոսին, Հակոբոս առաքյալի մասին է, այսինքն իր ընտանիքի անդամներին։ Եվ վերջում Պողոս առաքյալ ասում է. եւ ինձ արժանացեց ինձ նման մի վիժվածի, մի անօրենի, որը ժամանակին քրիստոնյաներին հալածում էի, հանդիպեց ինձ եւ ինձ նոր դարձրեց։ Այդ փառավոր Աստվածը հանդիպեց ու վկայեց, որ նա մեռած չէ, այլ նա հարություն է առել։ Մի քիչ առաջ մեր ողջ երգերը երգում էինք նրա հարության զորության, որ նա մեռած չէ, այլ նա հարություն է առել։ Երկու ճշմարտության մասին եմ ուզում խոսել։ Ինչպես խոսեցինք, երկինքը շնոր է, փրկությունը պարգև է, free gift cannot be earned։ Այն ինչ որ պարգև է ու շնոր է, դու դրա համար չես կարող աշխատես։ Դու երբեք չփորձես եւ չթողնես, որ սատանան քեզ խաբի։ Երկար աղոթել եմ, երկար ծառայել եմ, երկար քարոզել եմ, երկար այցելություններ եմ արել, երկար բարեգործություններ եմ արել։ Երկինքը ես ու դու չենք վաստակում։ Երկինքը մեզ շնորված է, շնորված, պարգև է, պարգևի համար դու քրտինք չես թափում։ Թող որ Աստված երբեք ու երբեք դա մեր հոգուց ու մեր մտքից չջնջի այդ պարզ ու հստակ հասկացողությունը։ Պարգևը չեն վաստակում, պարգևը ընդունում են ու գոհություն ու շնորհակալություն են հայտնում մինչև կյանքի վերջը։ A free gift cannot be deserved։ Դու երբեք չես կարող ասես ես արժան էի այդ փրկությանը։ Երբեք չմոռանանք այն հստակ ու պարզ խոսքերը, որ Պողոս առաքյալը Հռոմեացիս գրքի 3-րդ գլխի 23-րդ համարում գրեց. ամեն ոք մեղք գործեց եւ Աստծո փառքից պակասեց։ Ոչ մեկս արժան չէինք փրկությանը։ Երբեք չմտածես դու ինձնից ավել ես ու երբեք ես չմտածեմ ես Ալբիր Գեղբորից ավել եմ։ Մեզ շնոր է տրված Աստվածանից եւ մենք այդ շնորի մեջ բոլորս միանման ենք, որտեղ մեզ տրված է շնոր, պարգև։ Այսօր սրտի ցավով նման հասկացողություններ շատ է քրիստոնյա աշխարհի մեջ աղավաղված։ Այսօր երբ որ հոգևոր առաջնորդը դա քահանա լինի, կաթողիկոս լինի, եպիսկոպոս լինի, արքիեպիսկոպոս լինի, երբ որ իր աչքն է մոտեցնում եւ դիմացինից երեխա լինի թե մեծահասակ, ինչ է պահանջում, ձեռքը համբյուրել, դա գիտեք ինչ ասում, I deserve it, this position, you not։
Ես արժան եմ, դու ոչ, իմ ձեռքս համբյուրիր։ Սա խախտում է, սա հակասում է Քրիստոսի շնորհքի, Քրիստոսի ողորմածությանը, Քրիստոսի նվերը, պարգևը։ Բոլորս նույնն ենք, ոչ մեկս ոչ մեկի աչքը չենք համբյուրում։ Միակ աչքը, որ պետք է համբուրել, դա Քրիստոսի խոցված ձեռքերը ու ոտքերն է։ Չկա այդպիսի արժանավոր մարդ մարդկության պատմության մեջ, սկսած Ադամից վերջացած մինչև վերջի մարդը եւ երկինքն ու երկիրը կվերանա։ Չկա այդպիսինը, հովիվ եմ։ Այդպիսի արտահայտություններ շատ եք լսել։ Գիտեք, պապս քահանա էր, փաստորեն պապը որ քահանա էր, ուրեմն մի ամբողջ սերունդ պետք է ինչ լինի ինքնսկիան փրկվի։ Ըտե Հիսուս կա, փրկություն կա, ապաշխարություն կա, no one is deserved, ոչ մեկս արժան չէինք, ու ոչ մեկս արժան չենք լինելու մինչև մեր վերջի օրը։ Իզուր չէ, որ Պողոս առաքյալ ասեց, ես վերջի մեղավորն եմ։ Պողոսը, որ իր ամբողջ կյանքը զոհաբերեց, նրա թղթերը, նրա գործնությունը խոսում է, որ նա գերազանցեց բոլոր աշակերտներին, բոլոր առաքյալներին, եւ նա հստակորեն ասեց, ես մեղավորների գլուխն եմ, որտեղ նրա համար այս ճշմարտությունը մինչև հոգու խորքը բացվել էր։ Մենք արժան չենք, մենք շնորհված ենք, երբեք չխաբվես, երբեք մեզ։ Երբ մեղքը մտավ մարդու մեջ, մեղքը ինչ արեց։ Մեղքը մարդուն Աստծուց զատեց։ Երկինքը Աստծո ներկայությունն է, Աստծո տեղն է, բնակարանն է։ Եվ մեզ համար երկինքի դռները փակվեց, որտեղ Աստված մեղքից ատում է։ Մեղքը ու Աստված նրա արդարությունը, սրբությունը չի կարող միատեղ գոյատևել։ Ոստի մեղքը մարդկությունը զատեց ինչից։ Երկնքից, հավիտենականությունից։ Եվ Եսայան այդ մասին 59-րդ գլխի 2-րդ համարում հետևյալն է։ Մեզ մարգարություն, վկայություն թողել։ Այլ ձեր անօրնություններն են, որ բաժանում են, առաջացնում ձեր եւ ձեր Աստծո միջև։ Մեր անօրնությունը, մեր մեղքերը։ Բոլորս մեղ գործեցինք, բոլորս էլ Աստծո փառքից պակասեցինք։ Ամեն մարդ արարած, թագավոր թե գեղջուկ, գիտակ թե անգետ, հարուստ թե աղքատ։ Այս երկրամասում, այն երկրամասում, ինչպիսի պապ, ինչպիսի տատ, ինչպիսի հայր, ինչպիսի ծնող, ինչպիսի երեխա, ինչպիսի գերդաստանի, ես գիտես, ես ինչ կոչում։ Ոչ մեկ արժեք չունի։ Եվ մեր մեղքը, մեր գործած մեր կյանքի մեղքը մեզ առանձնացեց, զատեց Աստծոց։ Եվ բաժանում առաջացում եւ ձեր Աստծո միջև, ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ ինչ չանի, չլսի։ Այդպիսին էր, Աստված առանձնացավ իր երկնքի սրբությանը մեջ, բայց նա մարդկության համար ճանապարհ ուներ բացելու։ Երրորդ հասկացողությունը, որ ես ուզում եմ խոսել, God is both just and merciful. Աստված եւ ողորմած է, բայց նաեւ արդար։ Ողորմած է եւ արդար։ God mercy means he provides a way of escape. Նրա ողորմածությունը ինչն էր։ Իր որդի միածինին խաչն էր։ Զոհաբերություն էր։ Նա իր ամբողջ ողորմածությունը արտահայտեց մարդկության համար, իր միածին որդուն ինչ անել, խաչին զոհաբերելու, խաչի վրա զոհաբերելու։ Դա իր ողորմածությունն էր։ Այսօր ես ու դու որ կանք, նրա ողորմածությունը, ուրիշ ոչ մեկ բան։ Բայց Աստված ոչ միայն ողորմած է, այլ նաև արդար Աստված է։ Արդար Աստված է։ Եվ God justice means that there must be a penalty of a sin. Եվ նրա արդարությունը ինչի մասին է խոսում, որ մեղքի համար պատիժ կա։ Կարևոր չի դու քո մատը տնկես դեպի երկինք, կարևոր չի թե մարդիկ ինչ կասեն, առաջնորդը ինչ, կարևոր չի որ մեր այսօր դա հովիվ լինի, քահանա լինի, մահացածին թաղելուց հեռու իմ քո տնից թաղելուց
Տեր ընդունիր քո սուրբերի շարքը, այդպիսի գաղափար չկա։ Քրիստոս ունես, կյանք ունես, Քրիստոս չունես, ոչինչ չունես, ոչ մի բան, որովհետև երկնքի Աստվածը արդար Աստված է։ Եվ երկրորդ Կորինթացիս 5-րդ գլխի 10-րդ համարում այսպես ենք կարդում, որովհետև մենք բոլորս պետք է, ուշադիր հետևում եք, պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, բոլորս, ողջ մարդկությունը, այս սա մասին է, որ սատանան ծածկում է, այս սա է, որ մարդկությունը ուզում է գնալ դրա մասին, այս սա է, որ մարդիկ գնում են թաղման արարողության, և հոգով հանգստացած տուն են գնում, որտև քահանան սրան էլ ուղարկեց սուրբերի շարքը, մի օր ես էլ մեռնեմ, ինձ էլ կուղարկի սուրբերի շարքը, այդպիսի գաղափար չկա, ինչի հիման վրա, Աստծո խոսքի ճշմարտության վրա, Աստված իր խոսքով է դատելու, ինչի, որտև արդար Աստված է, բայց այդ արդար Աստվածը նաև ողորմար Աստված է, որ մեզ մինչև հիմա առիթ է տալիս։ Մենք բոլորս պետք է ներկայանանք Քրիստոսի ատյանի առաջ, որպեսզի ամեն մեկը իր մարմնով ստանա իր արարքի հատուցումը բարի կամ չար։ Վերջ, արդար Աստված կա եւ ողջ աշխարհի դատաստանը իր որդի Հիսուս Քրիստոսին հանձնեց։ Քրիստոս Հիսուս came to suffer the penalty of sin, my and your sin, with his death. Քրիստոս Աստված եկավ եւ իր մահով կրեց իմ ու քո մեղքի պատիժը։ Եվ այսօր մենք հավատում ենք եւ ընդունում ենք։ Եվ այո եւ ամեն ենք ասում։ Նա իմ մեղքերի համար նա պատժվեց։ Ես իմ մեղքիս համար պետք է պատժվեի։ Ամեն մարդ իր մեղքի համար պետք է պատժվեր։ Եվ ինչպես մի քիչ առաջ նորեն եմ ուզում կրկնել, ամեն ողջ մարդկությունը մեղ գործեց եւ Աստծո փառքից պակասեց։ Մի արտահայտություններին ուշադրում։ Ես իմ կյանքում մրջյուն նույնիսկ չեմ ինչ արել, կոխրջել։ Խոսքը մրջյունի մասին չի։ Խոսքը քո հոգուտ աշխարհի մեղքի, քո մտային աշխարհի, քո գործնեությունների, քո մտածելակերպի, քո ամբողջ էությանը, քո ամբողջ DNA-ով դու մեղավոր մարդ ծնունդ առա, ինչպես Դավիթ իր Սաղմոսում հիշեցրեց, իր մասին եւ իմ ու քո մասին։ Եվ դրա համար Աստված իր միածին որդի Հիսուս Քրիստոսին մարմին հագնել տվեց։ Նա ծնվեց կույս Մարիամից։ Նրա ծնունդը մահի համար էր, մեղքի պատժի համար էր, եւ երբ եկավ օրը, նա հոժարակամ հանձն առավ եւ աղոթեց ողջ աշխարհի այս մեղավորների համար, աղոթեց Հոր Աստծուն, որ նրանց մեղ միավարի, որտեվ չեն հասկանում թե ինչ են անում, բայց նա պատժվում էր, նա զոհվում էր, որպեսզի իմ մեղքի պատիժը իր վրա կրի, եւ ես հավատում եմ դրան։ Դու հավատում ես, որ քո մեղքի պատիժը Հիսուս Քրիստոսը ինչ արեց, տվեց իր մահով ու խաչով։ Եվ Եսայիա մարգարեն 53-րդ գլխի 4-րդ համարում դեռ Քրիստոսի ծնունդից 750 տարի առաջ Եսայիա մարգարեն Հիսուսի մասին հետևյալ խոսքերն է մարգարեցել։ Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, մենք նրան համարում էինք պատուհասված, ընկած, կորցված, Աստծո հարվածված եւ տանջված։ Եվ այն օրը, երբ Երուսաղեմում գոռում ու գոչում էին հրահրված Կայփայից եւ դպիրներից ու առաջնորդներից խաչ անել նրան, ու երբ որ նրան խաչում էին, նրան ծեծում էին ու հարվածում էին ու մտրակում էին, նրանք մտածում էին, Աստծոն բարիք են անում։ Այդպես ասում։ Աստծոց հարվածված ու տանջված։ Նրանք մտածում էին, որ մի մեղավորի են թաղում, սպանում, խաչում, ոչնչացնում, ջնջում մարդկության կյանքից։ Ես ու դու մի օր կջնջվենք, բայց Հիսուս Քրիստոսի անունը հավիտյանս հավիտենից այո եւ ամեն է։ Եվ մարգարությունը սրանով չի ավարտվում, եւ 5-րդ համարում այսպես ասում. բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց եւ մեր անօրնությունների համար հարվածվեց, պատիժը, որ մեզ բարության բերեց,
Այն պատիժը, որ իր վրա կրեց, ամեն իր հավատացողի կյանքում բարության պատճառ եղավ, բարություն բերեց։ Նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Սրանք են Աստծո խոսքի այդ հստակ ու պարզ ճշմարտությունները։ Ուզում եմ այսօրվա խոսքը ավարտի բերեմ մի իրական դեպքի հետ կապված, որից հետո պետք է հետևություն անենք այդ օրինակից։ In a Scottish seaside inn, Շոտլանդիա, Շոտլանդիայի ծովափնյա, գիտեք Շոտլանդիայի մեծ մասը ծովափնյա, Շոտլանդիայի ծովափնյա փոքրիկ քաղաքներից, ավաններից, գյուղաքաղաքներից մեկի ինչ-որ մի պանդոկում հավաքվել էին ձկնորսներ, առավոտվա նախաճաշն էին ուտում ու զրուցում էին իրար հետ։ Եվ մատուցողը բերում էր ու սեղանը պատրաստում էր ու որսորդներից մեկը, ձկնորսներից մեկը իր ընկերներին ուզում էր պատմել, թե ինչպիսի մի հատ ձուկ, հսկայական ձուկ է որսել։ Եվ ձեռքը այսպես տարածելով սովորություն ունենք, չէ՞, որ ցույց տանք, ինչպիսի մեծ ձուկը։ Ձեռքը պատահաբար դիպչեց սեղանի վրա դրված թեյամանին, թեյնիկին եւ ամբողջ թեյը ինչ արեց, ծխվեց սպիտակ գեղեցիկ ներկված պատին ու հետ թողեց ամբողջ այդ տակեղ հետքը թողեց սպիտակ ինչ պատկերի վրա irregular brown splotch Պանդոկապետը մոտեցավ, նայեց, զննեց, ասեց, էսի հնարավոր չի ջրով մաքրես, պետք է ամբողջ պատ այդ հսկայական պատկը մի կրկին անգամ ներկվի եւ հսկայական ծախսի է նայում Մի անծանոթ հերվի նստած իր նախաճաշն էր ուտում եւ նա իր ձայնը բարձրացրեց ասեց պարոն պանդոկապետ թույլ տուր որ ինչ որ մի բան անեմ եւ եթե իմ արած գործից հետո դու հավան չես լինի կմնա քեզ ու այդ ձկնորսին որ ձեր որոշումը իրականացնեք բոլորը զարմացած հետևում էին նրան նա սկսեց պատրաստվել իր գործին The stranger opening the box նա բացեց իր հետ բերած պայսակից վրձիններ ու լեցուն տարբեր տեսակի գույներ մոտեցավ այդ պատին մոտեցավ այդ կեղտոտ այդպես կարիճնեվի գույնի թեյի թողած հետքին եւ սկսեց վրձինով իր գործնեությունը կատարել 1-2 ժամ եւ ի զարմանք բոլոր ներկաների այդ կեղտոտ տկեղ կարիճնեվի գույնի թեյի հետքից փոխվեց մի գեղեցիկ հսկայական եղջերու իր գեղեցիկ պոզերով հերվից կանգրած դիտում էր նրանց բոլորը զարմացել էին բոլորը հիացել էին նա իր նախաճաշի համար վճարեց ու հեռացավ պանդոկապետը մոտեցավ ու նայեց որ այդ գեղեցիկ եղջերու տակ թողել է իր մակագրությունը նկարիչը մակագրությունը հետևյալն էր the signature reads E.H. Lancer Նա Անգլիայի մեծագույն գեղանկարիչներից մեկն էր, որ իր գեղանկարչությունը հատկապես կենթանական աշխարհի մասին էր։ Նրա նույնիսկ Sir կոչումն էր պարգևել իր գործնության համար։ Sir Edwin Lancer։ Ու նա հեռացավ։ Ու զարմանք թողելով այդ բոլոր ներկաների։ Ինչ ենք ուզում ենք հասկանալ այս իրականությունից թե պատմությունից։ Մեր բոլորիս կյանքում մեղքը թողեց այդ տակեղ, այդ ողորմելի, այդ կարիճնեվագույն, այդ մեղքի հետքը։ Ու Աստված իր որդի Հիսուս Քրիստոսի հրաշագործ ձեռքով մեզ մոտեցավ ու մեր կյանքը փոխեց ու մեզ մի ամբողջովի մի նոր կերպար տվեց։
իր արյունով գծված, ներկված, սարքված եւ իր մագագրությունը թողեց, սա իմն է, իմ արյունովս գնված։ Գիտեք գեղեցիկ ինչումն է, մենք հաճախ մտածում ենք, որ ես հավատքի գալուց հետո պետք է ինչ-որ մի բանի նմանվեմ, այս հովիվի, այս քարոզիչի, այս աղոթող քույրի, այս ծառայող եղբորը, ոչ, դու ինքդ ես և Տեր ուզում է, որ դու ինքդ էլ լինես, մենակ մի տարբերությամբ, փոխված, նոր դարձած։ Աստված, երբ որ մեզ ծնունդ տվեց, մենք հավատում ենք, որ մեր ծնունդը իր հրաշափար ձեռքով եղավ։ Այո, մենք մորից ծնվեցինք, բայց երբ որ Աստծո խոսքի ճշմարտությունը մեզ բացվում է, Աստված ամեն մեկի շնորհ տվեց։ Ու երբ որ հավատքի եկանք, նա չփոխեց մեզ, մեր շնորհները չխառնեց իրար հետ։ Ամեն մեկը ծառայություն ունենք, մեկ մենք մտածում ենք, ինչի ես հովիվ չեղա։ Դու Աստծո որդի ես։ Քո վրա Քրիստոսի ստորագրությունը կա։ Քո պատկերը նա է նկարագրել, նոր տեսք տվել։ Դու նրա արյունով արժեքավոր ես։ Դու մի փորձիր ուրիշի նմանվես, որտեղ դու ինքդ քո մեջ արժեք ունես, եւ դա Քրիստոսի արյան արժեքն է։ Երբեք մի փորձիր ուրիշի նմանվել, որտեղ այն տաղանդը, որ Աստված քո մեջ դրել է, նա ուզում է քեզ լիովին օգտագործի այդ տաղանդիդ համար, այդ շնորհքիդ համար, այդ աղոթքիդ համար, այդ ծառայության համար, այդ խոսքիդ քարոզության համար, այդ ավայտանության համար։ Ինչպիսին որ տվել է Տերը, մնա հավատարիմ դրա մեջ, ու Տերը դա քեզ կօգտագործի իր թագավորությունը հաստատելու ու կառուցելու համար։ Սա է գեղեցիկը, երբ որ մեր կյանքում մենք այդ փառավորացի արյունով ստորագրություն ենք ստանում։ Իմն ես ու Տեր, ես քոնն եմ, ու մենք կկանչենք Տիրոջը, ու դու մերն ես, մեր Տերը ու մեր Աստվածը։ Թո փառավոր լինի նրա հարության զորությունը մեր ու մեր տան մեջ, այսօր ու մինչև հավիտյանս հավիտենից ամեն։